Ինչ եղավ։ Հայկ։ Հայկ ով է, ինչ է գրել։ Ժամանակն եկել է, որ իմանաս հորդ հետ կապված իրական պատմությունը։ Ամեն ինչ նենց չի, ոնց քեզ են ներկայացրել։ Այս պատմության սկիզբը տանող շատ կարևոր բանալի կա ու այդ բանալին քեզ շատ մոտ է։ Մնում է նկատես։ Այդ ով է ուղարկել, ինչ համար է։ Չգիտեմ, փակ համար է։ Էլ ոչ մի բան չեն գրել։ Այսքանը հերիք չի։ Բա հիմա ինչ ես անելու։ Ես ուզում եմ տուն գնամ։ Ինչ եղավ քեզ։ Չէ, ուղղակի մաման չգիտի, որ տնից դուրս եմ եկել ու հիմա ուզում եմ մինչև իր տուն հասնելը ես առաջինը հասնեմ։ Ժամանակն եկել է, որ իմանաս հորդ հետ կապված իրական պատմությունը։ Այսինքն ես միջև ես չեմ իմացել, հա իրականում ինչ ա եղել։ Հայկ, գիտես, կան ծրագրեր, որոնք ցույց են տալիս փակ համարները։ Ինձ մեկ է թե ով է։ Ու ինձ ընդհանրապես այս նամակն էլ է մեկ։ Իսկ եթե ինչ-որ բան կա, որ չգիտես, կամ սխալ գիտես։ Լավ, ես իսկապես երևի հիմա տուն գնամ։ Լարվեցիր, թե ինձ ա թվում նարը։ Չէ, ուղղակի այս ամեն ինչը բոլորիս է վերաբերվում ու այս մեր ընդհանուր անցյալն է։ Ինչքան էլ հիմա մենք ստեղ նստած մեզ երջանիկ ենք զգում, մտածում ենք, որ ոչ մի բան չկա այս պահին, չենք հիշում կորուստներին, միևնույնն է, հեսա կհասնենք ամեն մեկս մեր տուն ու այս ամեն ինչը կավարտվի։ Տես, ոչ մի բան չես ասում։ Դու համաձայն ես իմ հետ ու գիտես, որ ճիշտ եմ։ Հեսա տաքսի կկանչեմ կգնանք։ Տնից շատ ենք հեռացել։ Տենց ավելի արագ կհասնենք, համ էլ չես հոգնի։ Դու չես գալու հետս։ Չէ, ես գործ ունեմ։ Քեզ կճանապարհեմ կգնամ։ Փոխվեցիր մի տեսակ։ Չէ։ Կամ կարող է, բայց այդ քո հետ կապված չի։ Արի գնանք։ Ասա Արմո։ Ինչ գործի ես ախպերես։ Բեռնատարներն ենք բարձում, դու ասա, դու ուր կորար։ Վրամ, ես կարող եմ մի քիչ ուշանամ, կամ էլ չհասցնեմ այսօր գամ։ Բան ա եղել։ Չէ, ուղղակի մերոնց մոտ մարդ ա գնում, փասաթուղթ պետք է հասցնեմ, 2 ժամից դեռ չգնամ։ Լավ։ Սոնայի պահովել չեմ մոռացել։ Ինչ որ նորություն լինի կզանգեմ քեզ։ Դու հանգիստ քո գործերին նայի, բայց աշխատի շուտ գաս, էլի լիքը գործ ա կուտակվել Արմոստեղ։ Լավ ախպերս։
Ես եկա։ Օգնեմ քեզ։ Հա, մեքենայի մեջ մի երկու տոպրակեր մնացել է։ Կբերես։ Մի րոպե։ Ինչ որ բան ա եղել։ Չէ, ոչինչ բան։ Հաստատ ինչ որ բան եղել է, որ գնում է շատ ուրախ էիր։ Հիմա ինչ որ մի տեսակ ես։ Տխուր ես։ Չէ, չեմ զգում։ Ես էլ մտածում եի, էլ չես գալու։ Բրծի էլի վարո, հեչ հավես չկա։ Նարը ետ էիր։ Ասում եմ, այդ թեմայով արի չխոսանք, հա, նարը ետ էի։ Դե հասկանում ես, որ նորմալ չի ես ամեն ինչը, դրա համար էլ շատ արագ փոխում ես թեման։ Դու ես լավ հասկանում։ Ինչ, տենց որ նայում ես, մտածում ես, չեմ ասելու այն ինչ ուզում եմ ասեմ։ Ինչ ես ուզում։ Ուզում եմ խելքդ գլուխդ հավաքես, ախպերես։ Հասկանում եմ սիրում ես, բայց արժի սենց գլուխը կորցնել սիրուց։ Խելքդ գլուխդ հավաքի, քանի ուշ չի։ Մոռանում ես Նարենովա։ Ինչքան ասեցի ձեին չհանեմ, անհարմար է։ Բայց ոնց հասկացա, արդեն դու իրականությունից կտրվում ես։ Վարո։ Ինչ ախպերես, դու էլ ես զգում, որ ես ամեն ինչը շատ ճիշտ եմ ասում։ Ինչ որ կատարվում է հեռանկար ունի, շարունակվելու է այս այն ինչ անում ես։ Եթե սիրտս չցավար քո համար, այս ամեն ինչը հաստատ չէի ասի։ Մենք իրար քիչ չի որ ճանաչում ենք։ Հա, որ թվով նայես 5 տարին կարող է քիչ է, բայց իմ ու քո ապրած 5 տարին լրիվ ուրիշ է։ Այդ 5 տարում մենք այնքան բան ենք տեսել, որ մարդիկ 15 տարում կարող է չկարողանան այդքան բան տեսնել։ Ու այդքանից հետո հիմա ուզում ես ինչ որ բանից համոզես։ Ունի շարունակություն ես ամեն ինչը, Այկո, այն ինչ անում ես դու։ Հետ կանգնի, քանի ուշ չինգեր։ Վարո աղբորպես ասում եմ, արի այս թեման փակենք։ Ես հիմա շատ լավ հասկանում եմ ինչի համար ես քեզ sense պահում, որովհետև դու էլ ես հասկանում, որ ճիշտ չի ես ամեն ինչը։ Պիտի սեղմես Ադամյանների ձեռքը։ Հարց եմ տալիս, մի նայի տենց։ Պիտի սեղմես Ադամյանների ձեռքը։ Ինչ, պիտի ամուսնանաս Նարեի հետ, մտնելու ես իրանց տուն։ Բայց մի հատ էլ ուրիշ հարց կա, իրանք կհամաձայնվեն սեղմեն քո ձեռքը, թե չէ։ Կամ տարբերակ է կա ուրիշ, փախցնես Նարեին, այդ էլ է տարբերակ։ Բայց արդեն ճիշտ չի լինի, ինչ պիտի ասես Միքոին ու Սոնային։ Միքոին պիտի ասես, տենց ինչի համար եմ քեզ մենակ թողել, էլի տարբերակ չունեի, հա։ Հայ ուր է հիմա Սոնան։ Ինչ վիճակում գնաց այդ աղջիկը երկրից։ Որովհետև դու արգելում էիր իրան վռամի հետ շփվի։ Բայց ինչ տարբերություն։ Դու էլ Նարեին ես սիրում, Նարեի հետ ես շփվում, թե Նարեն ուրիշ է։ Դու այդ աղջկան վատ դրության մեջ ես դրել։ Հասկանում ես այդքանը։ Ինչ է լինելու սրա շարունակությունը։ Այն ինչ որ դու անում ես ապագա ունի։ Չէ, չունի, Վարո։ Չունի։ Ես ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Բայց ոնց անում եմ, որ հեռու մնամ, Նարեից չի ստացվում։ Ախպերս չլինող բան չկա, ուղղակի դու չես ուզում, դրանք տարբեր բաներ են։ Ուղղակի այսքանից հետո մտածի դու ինչ պիտի անես, ինչ պատասխան պիտի տաս Միքոին ու Սոնային։ Դու Ադամյանների ձեռքը սեղմելու ես, Վռամի ու Սաքոյի։ Թեման փակի, Վարո։ Ես չեմ անելու տենց բան։ Դե մնում է ձեռք սեղմելու տարբերակը, բայց այդ էլ չես անելու։ Ինչ է լինելու շարունակությունը, ես էլ չգիտեմ։ Դուրս արի։
Հետևից այդ մարդը եկել։ Ով։ Չնայած ով պիտի գար։ Էս դու ես եկել իմ հետևից։ Բա դու մեիր սպասում, ախպորդ։ Չէ, Միքո ջան, ախպերդ ստեղ չի։ Դժվար թե գա։ Ինքը հիմա շատ կարևոր գործով զբաղված է։ Ոնց հասկանում եմ ախպերս կոկորտի տակ կանգնե, հա։ Լավ է թե չէ։ Դու ասա ինչ ես իմ համար անհանգստացել։ 3 անգամից կգուշակես, թե օգնեմ։ Ուզածդ ինչ է, Արմո։ Ես լավ գիտեմ, որ դու հենց նենց ոչ մի բան չես անում։ Այդ որ ուզում եմ քեզ օգնեմ, դու դրան լուրջ չես վերաբերվում։ Բայց դե գիտես, լավությունը ստիպողաբար չի լինում։ Այդ որ ստեղից դուրս ես եկել, սիրուն աչքերիս համար չի, որ քեզ բաց են թողել։ Վրետ էլ բողոք կար։ Բայց ես այդ հարցերը տեղում եմ գցել։ Գինդ ինչքան է։ Հանգստացի, կհասնենք դրան։ Արմո, եթե սպասում ես, որ պիտի ասեմ ապրես, իզուր ժամանակ ես կորցնում։ Ես չգիտեմ դու որտեղից ես իմացել, որ ես ստեղ եմ։ Բայց դու հաստատ մտքիդ մի բան դրել ես։ Այս ինչ անշնորհակալ տղա դու դուրս եկար, Միքո։ Դե հիմա այդ է։ Գինդ որոշես կասես։ Ես չեմ սիրում, որ պարտքի տակ եմ մնում։ Հայկո, իրոք ես քո վատը չեմ ուզում, ախպերս։ Ուղղակի չեմ հասկանում ինչ ես անում։ Արածներդ ընդհանրապես տրամաբանության մեջ չի մտնում։ Կարող է իրոք Նարեն շատ լավ աղջիկ է, ու իրոք հորն ու աղբորը նման չի, բայց մեկը Ադամյանը չէ ինքը։ Քեզ թվում է ես այդքանը չեմ հասկանում։ Բա որ հասկանում ես, ինչի համար ես այդ աղջիկը զգացմունքների հետ անիմաստ խաղում։ Պետք է սազում, հա։ Երթվում եմ, ոնց որ ուրիշ մարդ դարած լինես այսքանի օր, ընդհանրապես չեմ ճանաչում քեզ։ Այս կյանքը մենակ այս պահի մասին չի, ու դու այդ լավ գիտես, այդ ես չի, որ պիտի ասեմ քեզ։ Պահա գալիս, որ ես էլ ինձ չեմ ճանաչում, Վարո։ Դու գիտես ինչքան եմ իմ հետ կռիվ տալիս։ Ամեն օր ես ինքս իմ հետ կռվում եմ։ Բայց չի ստացվում։ Քնում եմ Նարենամտքիս, արթնանում եմ էլի Նարենամտքիս։ Չեմ ուզում մեծ բաներ խոսամ ու ասում եմ, որ չի ստացվում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ սխալ է։ Ու ինձ էլ հաճելի չի իմ այս նկատողությունները լսել։ Չգիտեմ, երևի ուղեղս անջատվում է պայտակ։ Որ Միքոյի ու Սոնայի պահը չլիներ, կասեի Նարեին վերցրու ու գնա, բայց ընտանիքիդ հանդեպ սխալ քայլ ես անում հիմա։ Կարող է Սոնան պակաս հասինում վռամին։ Այդ տղեն էլ մինչև ականջների ծերես իրարված է քրոջդ։ Բայց քուրդ իրա մեջ ուժը չէ գտել։ Լավ կներես, երևի շատ եմ խոսում արդեն։ Չէ, շատ չես խոսում, ախպերս։ Այն ես ասում, ինչ որ ես ինքս ինձ պիտի ասեի։ Այն ես ասում, ինչ որ ես պիտի հասկացած լինեի։ Ու չպիտի ամեն ինչ հասներ ստեղ, որ դու ինձ այսքան բանն ասեիր։ Հայկո, սիրտը շատ է ցավում քո համար։ Դու մենակ իմ ընկերը չես, դու իմ ընտանիքն ես, դու իմ ամեն ինչն ես։ Ես քեզ չասեմ այս ամեն ինչի, ով պիտի ասի։ Ախր ես եմ տեսել ոնց էիր տանջվում, որ հիշում էիր պապաց ստիպված եղել չոքի այդ սակոյի առաջ։
Տատդ ամեն շաբաթ մեր մոտ էր գալիս տեսակցության, ունես տպավորություններ, ոնց որ ամեն շաբաթ ավելի ծերացած լինի։ Էդ էլ քո խոսքերն են, չէ, այդ հո ես չեմ ասում։ Ունես չի Հայկը, որ ես մի բան հասկանում եմ ավել, դու չես հասկանում։ Չէ, ուղղակի կողքից հեշտ է նկատել ամեն ինչը, ես սառը գլխով եմ դատում։ Եթե ավել բան ասեցի կաներես ինձ աղբերես։ Ինչ անեմ։ Հայկիդ ինչ կա։ Չգիտեմ, շատ հարց չտվեցի, ասեց գործեր ունի ինչ-որ։ Որզան։ Ձյադյա բող, կարամ քեզ մետ հարց տամ։ Յորգը։ Դու Միքոին տեսել ես, խոսել ես հետը։ Հա, տեսել եմ, բայց չեմ խոսացել։ Ինձ տեսավ փախավ։ Ես էլ ձեն չհանեցի։ Թո պատրաստ լինել կխոսանք։ Կար Հայկ ջան։ Հա, Քերի։ Ինչ կա, Սոնայի հետ խոսացել ես, լավ է։ Դա խոսացել եմ, ամեն ինչ նորմալ է։ Հարմարվում է։ Ես չեմ հարմարվում, որ աղջիկս կողքս չի։ Բայց դե հասկանում եմ, որ ճիշտ որոշում ա կայացրել։ Քերի, ուզում եմ այս կարդաս։ Ես ումից է։ Ով է գուղարկե։ Չգիտեմ, փակ համարից եմ ուղարկել։ Հա ինչ, դժվար բան է իմանալը։ Եթե կարաս իմացի, ես ոչ մի ձև չեմ կարողանում հասկանամ որը։ Այդքան տարի օիզուր չեմ նստել։ Հեն մեր կողքի կամերայի ակնոցներով հիշում ես։ Հա, ոնց չեմ հիշում։ Շատ արագ կարում էր ամեն ինչ իմանալ, ես էլ կողքից մի երկու բան սովորել եմ։ Չէ, պետք չի, ոչ մի բան պետք չի իմանալ։
Մի քոյս նորություն կա։ Չէ, ոչ մի նորություն չկա։ Ու իմաստ էլ չկա ինչ որ բանի սպասելու։ Բայց տենց թողնելն էլ ճիշտ չի։ Ոչինչ, որ ես գնամ քնեմ, այսօր ծանր օր եմ ունեցել։ Մենա քնի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր տալիս։ Բան եղել։ Չէ, ուղղակի շինանյութի խանութը մի քիչ շատ է չարչարվել այսօր էլի։ Իսկ մի երկու թղթաբանական հարցեր կար ինքն է զբաղվում, հոգնեց։ Հասկացա։ Հայկ, Ասանար է։ ոնց ես։ Այսօր անհանգիստ էի նամակից հետո։ Լավ եմ։ Դու նորմալ հասար տուն։ Մի քանի անգամ այսօր զանգել եմ քեզ։ Գիտեմ։ Երևի զբաղված էր, դրա համար չես պատասխանել, չէ՞։ Հա, շատ զբաղված էի։ Կներես։ Հիմա էլ երևի հոգնած ես, դրա համար սենց ես խոսում։ Հա, շատ հոգնած եմ։ Լավ, այդ դեպքում գնա հանգստացի չխանգարեմ ես քեզ։ Լավ, բարի գիշեր։ Ինչ կա վրամից։ Տանը չի։ Այս քանի օրը տուն ուշ ա գալիս։ Տանն էլ որ լինում ա ոչ մեկի հետ չի խոսում, չի շփվում։ Երեխս շատ ա տանջվում։ Շատ լավ ա, թող տանջվի։ Սխալն արել ա, բա արդյունքն էլ էս պիտի լիներ։ Առաջին անգամ սիրել ա, ու սենց ստացվեց։ Էլ ոնց կլիներ, առաջին անգամ սիրել ա։ Հանկարծ մոտը չխոսես տենց լացակումած, չասես տենց բաներ։ Հա, լավ, չեմ ասի, քեզ եմ ասում չեմ կարող, եղա։ Կարող ես։ Նարեն ոնց ա։ Լավ ա արդեն։ Մի հատ զանգի տես, Վրամը որտեղ ա, ինչ ա, բայց քո անունից։
Ասա։ Բալես, ո՞նց ես, ուր ես։ Եթե կարևոր բան չկա, կխոսանք։ Ախր ո՞նց կարևոր չի, ուզում եմ իմանամ ո՞նց ես, անհանգստանում եմ, ուր ես։ Ինչ ասում։ Անջատեց հեռախոսը, բայց ոնց որ էլի խմած էր։ Բարի լույս։ Բարի լույսս չես քնել գիշերը։ Տենց երևում է։ Խմի թարմացի։ Տեսնենք ինչ ենք անում։ Չեմ ուզում եմ, Վարո։ Հեսա կգնանք խանութում կխմենք։ Հետս գալիս ես խանութ։ Դու ուզում ես մնա մի քիչ հանգստացի այսօր, ես մեկը խանութում եմ լինելու ամբողջ օրը։ Ուզում եմ երեկվա թեմայով մի երկու բառ խոսանք իրար հետ։ Լավ չստացվեց ամեն դեպքում։ Ասում եմ խանութում մի քանի բան ձևափոխենք մի քիչ տարածքի հետ կապված։ Լավ, հասկացա։ Խմեմ դուրս գանք։ Բարի լստիկին արիք, լավ ես։ Լավ եմ, Արմո։ Վրամը դուրս է եկել արդեն։ Չէ, Վրամը 2 ժամ առաջ է եկել տուն, քնած է։ Բարի լուսոնո։ Բարի լույս ծածակում։ Վրամը ոնց որ էլի լավ չի եղել, հա։ Դե տղայա, պատահում է։ Լավ է, որ Սոմային վերաբերող հարցերին սկսել ես թեթև նայել։ Բարի լույս։ Բարև աղջիկս։ Ես էլ քեզ պետք է զանգեի։ Ինչի համար։ Պետք է միասին ոստիկանություն գնանք։ Վթարի հետ կապված ստորագրելու թղթեր կան։ Ինչ թղթեր։ Ես էլ չգիտեմ, ցերեկը կգամ կգնանք միասին։ Գնացինք Արո։ Արմո, մենք կարծեմ բան էինք խոսել, չէ՞։ Բան էինք պայմանավորել, բայց ոնց երևում է դու ես ուզում եմ ասել, որ Նարեի հետ կապված հարաբերությունները պիտի վերականգնեիր, բայց ոնց երևում է տեղաշարժ չկա։ Չէ, ես հասկանում եմ, եթե փոշմանել ես ասա իմանամ, Արմո, վերջը խոսքը իմ աղջկա մասին է, ես ուզում եմ տեղյակ լինել։ Ձյացակո, դու մի բան հստակ իմացի։ Այս աշխարհում եթե կա մեկ իմ համար այդ Նարենն է, չկա էլի Նարենը։ Քո աղջիկը իմ համար շատ կարևոր է։ Ու այս այն հարցն է, որ շտապել պետք չի։ Ես չեմ ուզում, որ Նարեն ճնշված զգա իրան։ Բայց հավատա, որ մի վայրկյան շուտ ուզում եմ Նարեն իր կամքով իմ կողքը լինի։ Ու չեմ էլ ուզում, որ Նարեն ստիպված անի այդ ամեն ինչը։ Լավ, Արմո, լավ։ Այկո ջան, ես ինչ ես անում։ Գործ, Վարո։ Ու այդ քեզ էլ չէր խանգարի։ Հասկանում եմ, որ վատ ես, ջղայնացած ես, բայց պիտի սապրանքներից մորդ հանես։ Ախպորպես կամ սուս մնա, կամ էլ օգնի, ես եղածը դասավորենք։ Զանգում են քեզ ովքերս։ Ով է։
Սոնա, ես իմ վերջին նամակն է քեզ։ Ընդհանրապես ես սովորություն չունեմ իմ կողքը պահելու այն, ինչ իմը չի։ Արդեն 2 անգամ կապի մեջ ես եղել, բայց մտքովդ չի անցել զանգես։ Ինձնից ես փախնում։ Ես եմ հա եղել քեզ անհանգստացնողը, խանգարողը։ Եթե տենց էլ մի անգամից ասեիր ու ես քեզ հանգիստ կթողնեի։ Ուղղակի ես լրիվ ուրիշ բան էի մտածում, ինձ լրիվ ուրիշ բան էր թվում։ Նենց որ ուշացած, բայց ասում եմ քեզ, Սոնա, հանգիստ կարաս հետ գաս։ Ինձ էլ երբեք չես տեսնի, իմ մասին էլ չես լսի։ Եթե ես եմ եղել քեզ խանգարողը, խոսք եմ տալիս էլ խանգարող չես ունենալու։ Հայկ, ինչ է կատարվում։ Եթե ինչ-որ բան է եղել, ասա, խնդրում եմ։ Ես չեմ հավատում, որ դու չես տեսնում զանգերս, կամ եթե չես ուզում զանգեմ, ուրեմն ազնիվ եղի հետս ու ես քեզ էլ չեմ զանգի։ Ուղղակի մի անգամ պատասխանի հասկանամ, որ լավ ես։ Նարը հիմա մի քիչ խառն եմ։ Ես քեզ հետո կգրեմ։ Լավ, կարևորը որ լավ ես։ Հայկո, հարցնող կա քեզ։ Ով է։ Ես։ Չեմ հավատում։ Ինչ եղավ։ Մամա, հիշում ես, որ քեզ ասում էի հորքորին եմ փնտրում։ Հա, ում։ Ես գրել էի մի 2 հոգու, համընկել էր անուն ազգանունը, բայց նկար չկար։ Հետո։ Հետո պատասխանել է մեկը։ Ոնց որ հորքորն է։